Վստահ եմ, որ անհամբեր կսպասեք 8-րդ գլուխի շարունակության։ Ես ացել հետ պիտի լսեմ, բարև Պիթր։ Արևցես, Ինչպես անցավ Դավիթ, շփաթդ։ սքանչելի, Տերոջը շնորհքը գվայելենք, ամեն տեսակ դժվարություններու մեջ միշտ իր փառքը եւ իր ողորմությունը գվայելենք, ամեն օր նոր է, ամեն առավոտ։ Ամեն, ամեն։ Եվ հիմա մենք անցել անգամ 8-րդ գլուխը մեգեն 5 համարները ըրինք։ Ուզես կարդամ շարունակեմ փողերը։ Այո, շատ լավ գնենք, ուրեմն եւ որ share-ն եմ եւ էկրանին վրա տնենք եւ կարողանանք ուղիղ էկրանին, որ լսողներն հետևին մեր հետ։ Այո, այո։ Եթե կարենաս մեծցնել, որ Այո, okay։ այո, եղբայրս, մյուս PowerPoint-երը, այո, եղավ, շնորհակալ եմ։ Ուրեմն, հայտնություն 8-րդ գլուխ 6-ին 13 համարները։ Մադի թուղթդ կովդ է, որ նոթարնես։ Okay։ Ուրեմն 7 հրեշտակները, որոնք 7 փողեր ունեին, պատրաստվեցան, որ հնչեցնեն։ Առաջին հրեշտակը փողը հնչեցուց ու եղավ գարգուտ ու գրակ արյունով խառնված ու երկրի վրա ցկվեցավ։ Ու երկրին երրորդ մասը այրեցավ, եւ ծառերուն երրորդ մասն ալ այրեցավ ու բոլոր կանանչ խոտերը այրեցան։ Երկրորդ հրեշտակը փողը հնչեցուց, եւ փամը, որպես մեծ լերմը գրագով բռնկած, ծովը ցկվեցավ։ Ծովուն երրորդ մասը արյուն եղավ, եւ ծովուն մեջի շնչավոր արարածներուն երրորդ մասը մեռավ, ու նավերուն երրորդ մասը ընկղմեցավ։ Երրորդ հրեշտակը փողը հնչեցուց ու երկնքեն մեծ աստղը լամփարի պես փորփոքած գետերուն ու ջուրի աղբյուրներուն երրորդ մասին վրա ընկավ։ Այն աստղին անունը Օշինթր էր, ու ջուրերուն երրորդ մասը Օշինթր եղավ, եւ շատ մարդիկ ջուրերեն մեռան, քանզի դառնային։ 13-րդ համար չորրորդ հրեշտակը փողը հնչեցուց ու արևին երրորդ մասը եւ լուսնին երրորդ մասը ու աստղերուն երրորդ մասը զառնվեցան, այնպես որ անոնց երրորդ մասը խավարեցավ եւ օրվան երրորդ մասը լույս չտվավ, նույնպես ալ գիշերվանը։ Նայեցա ու երկնքի մեջ թռչող հրեշտակի մը ցայնը լսեցի, որ մեծ ցայնով գսեր. վայ, 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 երկրի վրա բնակողներուն, այն մնացած փողի ցայներուն համար, որոնք երեք հրեշտակները պիտի հնչեցնեն։ Այո, ուրեմն անցնենք ամիջապես մեր նյութին։ Անցյալ անգամ խոսեցանք, որ գեշ ժամ լրություն եղավ երկինքը եւ այդ գեշ ժամվա ընթացքին աղոտները, որ կբարձրանային սուրբերուն, թե խորանին արջև եւ թե խորանին դակ եղող, այսինքն մարտիրոսված, եւ մենք որ մեր եսին մերազենք, մեր անձին մերազենք, մենք անոնց աղոտներուն հետ միասին մեր աղոտները դերը կլսե եւ երբ որ այդ հասնի իր չափին, որ դերը ունի, կսկսի ինքը երկինքեն քերբոնական ցևով ազդել երկրի վրա։ Եվ ասիկա կնմանի նաև Եգիպտոսի մեջ, երբ որ հрьяաները քերի արդված էին 400 տարիներ, եւ որ լրացավ ժամանակը, Աստված այն ժամանակ Մովսեսի միջոցով փարավոնին օգտագործեց, որ այդ ժանդախները կան եւ հարվածները կան փարավոնի վրա, բայց ժամանակին լրումը կար, Աբրահամի խոստում տված էր, որ քու ժողովուրդը պիտի երթա քերիության մեջ եւ 400 տարիներ պիտի անցնի եւ անգե վերջը ես պիտի ազատագրեմ իրենց։ Ուրեմն Աբրահամի խոստումը կկատարվի, որ Մովսեսի ժամանակ նույնը հոս մեր աղոտները կբարձրանան Աստծո առջև, անընդհատ եկեղեցիները աշխարհի 4 կողմը գաղութեն, որ եւ գաղաղագեն, որ սուրբերը թարերուն ընթացքին առաջին թարեն մինչև այսօր եւ մինչև Հիսուսի երկրորդ քալուստը աղոտները կշատնան, որ երկինքը եւ գաղութեն, որ դեր երբ պիտի ենես այս, երբ պիտի Թադաստանը արդարբերես երկրի բնակիչների վրա, երկրի բնակիչները այդ խոսքն է, որ կվերակրվի անհավատներուն
երկրի բնակիչներ եւ որ գսեն ոչ թե հավատացյալները մեջն են, այլ անոնք որ Աստծո թեմ ըմփոստացած եւ չեն ապաշխարած։ Ուրեմն այդ աղոթներուն լրումը եւ որ կհասնի որ երկինքեն հրեշտակ այդ նույն խնկանոց խնկասեղանին գրագը գվերցնե որ եւ խնկանոցի մեջ կտնե որ եւ յետ կնե որ երկրի վրա եւ այս պատկերի մեջ կտեսնանք որ փողերը որ պիտի հնչվին աստեցություն պիտի ունենան երկրի վրա ինչպես որ անցյալին տեսանք նկարներու մեջ որ այդ գնիկները որ Հիսուս կփանար որ աստեցություն ունենար որ 4 ցիերում միջոցով երկրի վրա so երկինքի մեջ այդ պաշտամունքը որ կգադարվի որ մենք այդ պաշտամունքի մեջ կմտնանք որ պաշտելով քարնուկին անոր աթորին վրա նստած է որ հայրը եւ Սուրբ Հոգին որ այդ 7 լամպերն են մենք այդ պաշտամունքը որ այստեղ նկարը կտեսնանք որ մենք այդ պաշտամունքի մեջ ենք հիմա թուն եւ ես պաշտամունքի մեջ ենք ամեն գիրագի չեն յան ամեն օր մեր կյանքը պաշտամունք մնե եւ Ռոմայացիս գիրքը գսե չէ որ գենթանի զոհ պիտի լանք մեր կյանքը պատարակ պիտի լա դերոջը ամեն օր մենք զոհասեղանի վրա գզոհվենք որ մեր եսին մեռնելով դերոջը կամքը կատարելու որ ինք կամքը կատարվելով իր թակավորությունը կա երկրի վրա ինչպես է երկինքը so մենք հոս երկինքի պատկերը կտեսնանք որ եւ երկինքի մեջ հիմա այս 7-րդ գնիկը մի բանակարնուգա այստեղ սլակը կտեսնի որ չէ Այո, այդ 7 գնիկը փանալու մեզ 7 ուրեմն 7 գնիկները բացավ տեսանք 4 ցիերը առաջին 4 գնիկներում 5-րդը աղաղակները աղոթները 6-րդը տեսանք որ երկրաշարժ եղավ եւ կարկուտներ եւ այլն 7-ը հասանք գեշամլրություն եւ 7-ին մեջ 7 հրեշտակները փողերը պիտի հնչեն եւ այդ 7 հրեշտակները որ փողերը պիտի հնչեն երկրի վրա նա ինչ պիտի լա ուրեմն առաջինը խոդերը պիտի 1/3-ը խոդերուն եւ ծառերուն պիտի այրվին 8-րդ քուքու 7 համարը ինքան դերեն սկսան կարդալ երկրորդ փողը երբ որ հնչվի եւ հնչողները հրեշտակներն են այսինքն բադկամապերները Երևակայ որ 7 եկեղեցիներուն բադկամապերները եւ որ կգարթան այս հայտնության քիրքը գարթալու միջոցով արդեն կհրճագվի որ այս բաներ անորոմար ինչքան կարեւոր է որ եկեղեցին հովիվը գարթա նույնիսկ եթե չի մեկնաբան է գարթացվի ասիկա եկեղեցիներու մեջ հրաբարագավ որ մարդիկ լսեն եւ սիրտերու մեջ պահեն եւ գադարեն քան որ ժամանակը արդեն հիմա է մոդ է արդեն սկսած է ասո թակավորությունը անցյալ անգամ այդ էր շեշտը հիմա է ժամանակը ապաշխարության հիմա է ժամանակը այս քիրքը լսելու ոչ օրը աբակային չսպասենք չենք գիտեր վաղը ինչ կփերը ամեն եկեղեցի հովի ունի պատասխանատվություն եւ բարդականություն այս քիրքը գարթալու իր հոդին չեմ գիտեր երբ դողաղոթեն ամեն մեկերնից պետք է որ Աստծո առջև ասենք դեր ինձի պատրաստի առաջ որ ես կարողանամ հոդից կերակրել այս քիրքին խոսքերը եւ երանելիությունները ուրեմն երկրորդ փողը հնչի որ ինչ կլա որ 1/3-ը այս անգամ զովում արյուն կթարնավոր 1/3-ը նավերուն եւ նավաստիներուն կգործանվի որ Եվ հիմա պիտի նայենք մեկ ինչ բաներ պիտի կատարվի։ Ներողություն հարցում ունիմ։ Հիմա առաջին փողին վարժված ենք ընդհանրապես օրինակ հրթեհ, գրագ, գարգուտ, գիտես, վարժված ենք, բայց ազ մեկը որ գա, ինչպես որ Եգիպտոսի ժանդախներու ժամանակ արույն պիտի լա։ Ադի ինչ կնաս բացատրել ինչպես պիտի լա։ Okay, անոնք պիտի նայենք մեկ ավելի մանրամաս, բայց գխորին որ Հարացի օրեն անպայման բեչունին գարնելու ասոնք, օրինակի համար այնադեն արյուն էր, հիմա այս բղձությունները որ գլան գտապին որ պլաստիկին եւ մեր ամենօրյա կյանքի բղձությունները որ օկիանոսներում մեջ գտապի որ յուղերը որ գտապին որ եթե նայինքն է փնությունը կբղձվի որ եւ կգործանվի որ չէ Այո, բայց արյունը այո, արյուն գսե որ այստեղ blood Այսինքն մա, արյունը ինչ կխորհրդանշի մա, չէ, կյանքը արյան մեջ է,
Եվ որ Եգիպտոսի մեջ եղավ, չգրցան այդ ջուրը խմել, որով մահ իրենց ջուրը մահ պատճառեց իրենց։ Նաև որով երրորդ փողը եւ որ հնչվի նորեն ջուրերը ինչ պիտի լանգսեգոր Թարնացան, պիտի թարնան բիտր, գեթերլան եւ ուրեմն 8 քուխու 1-11 համարները նորեն միտքը ասիկա նաեւ հոգեվոր իմաստով ինչ կլավոր դիվային աշխարհը գարցակվի որ եւ գենթանի ճուրը որ աստծո խոսն է գբղձվի որ այսօր այնքան fake news կա այնքան սուդեր կան որ մարդիկ եւ որ ճուրը գուզեն որ խմել գենթանի ճուրը աստծո մաքուր ճուր զուլատ ճուր ագու ախմիրին այլևս չեն գնալ որ հասնիլ որ մաքուր զուլալ գենթանի ճուրը խմեն աստծո խոսքը ուրեմն ասի փոխապերական իմաստով։ փոխապերական իմաստով աստծո խոսքն ալ մեջն է այո գրնալ նաեւ այս հարվածները աստեն Բայց օրինակ երկրորդ փողին մեջը չեմ կհետե վերջը պիտի անդրադառնաս, սա մենք վստահ եմ որ քեզ որ մտիկ գնեն պիտի ուզեն գիտնալ որ նավերը որ պիտի ընկղմին, այսինքն խորիսով բادرազմներ պիտի ալան սուզանավի բادرազմներ կամ ինչպես է որ այդ նավերը պիտի ընկղմին, ինչու պիտի ընկղմին։ Okay, կանթաթարնանք, երբ որ քիչ վերջը Okay, այդ շատ լավ, նկարներով գնայինք մեկ-մեկ։ շատ լավ։ Ուրեմն անցնի մեր հատ ընդհանուր պատկերը նայենք։ Այո, okay։ Չորրորդ բանը փողը երբ որ հնչվի, 1/3 նորեն նայ ամենը 1/3, եթե գիշեք, եւ որ գնիկները գփանար որ քարնուգը, այդ 4 սիերը գարցակվեին որ 1/4-ը գաստվեր որ երկրի վրա։ Ուրեմն աստիճանաբար Աստծո փարգությունը գշատնավոր եւ աստիճանաբար հարվածները երկրի վրա ավելի աստեցիկ, ավելի ջնշող կլանոր։ Ուրեմն այդ գիտնանք որ ինչ կբալա գրանոք որ Քրիստոսի արյունը ունին իրենց վրա հրճակված եւ ապաշխարած են եւ մեղքերու թողությունը ստացած են այդ արյան միջոցով իրենք կպաշտպանվին որ Աստծո փարգությունեն Աստծո փարգությունը գուքավոր երկրի բնակիչներու վրա բայց նաև գա քազանին փարգությունը ադալ բիդիկա այդ է մեզ նեղությունը ուրեմն մենք ցևով կպաշտպանվենք որ Աստծո փարգությունեն ինչպես որ երբ որ ժանդախները եկան 10 ժանդախները Եգիպտոսի վրա ժողովուրդը Իսրայելի ժողովուրդը որ արյունը թրած էր ցանտիկներու վրա իրենց վրա չեր կարգոր հարվածներ իրենց շուրջը կկատարվեր որ այդ բոլորը բայց իրենք պաշտպանված էին մեզի այդ պաշտպանությունը կա Աստծո քարնուգին փարգություն է բայց ոչ քազանին փարգություն եւ անորամար մենք կսկանք այս երկրի վրա նեղություններ մարդիկ կսեն ինչու այս բաները մենք գարձեցինք որ պիտի հապշտակվենք երկիկ պիտի երթանք այս բաները մեզի չի պիտի լա եւ եթե հովիվը չէ պատրաստած իր հոդին պիտի գարձեն որ կրնալալ մենք այս հապշտակությունը եղավ անցավ ես ուր եմ թերհոս եմ երկրի վրա դարաբանքներ դանչանք է կանցնում այսինքն պատրաստված չլար հոդը երբ որ իրենց չի պատրաստենք որ մենք այդ նեղություններին գանցնենք բայց ոչ թե քարնուգին փարգությունը այլ քազանին փարգության որ թեգուց կրնալա մեր կյանքը գործեցենք բայց մեր հոգիները դնկված եւ պահված են Աստծո այդ ցերքի մեջ Աստված մեզի չի ցկեր որ փնաբիդի չի լքե ու չի ցկե այսինքն հաստատ գիտնանք Աստծո զավակները կնքված են հոգիները փրկված են անունները գենաց քիրքի մեջ գրված են գրնանք գիտնալ ադիկա ինչ ցեվով եթե ապաշխարած ենք եւ Աստծո վստահած ենք մեր կյանքը օքեյ շարունակենք 5-րդ գլուխ փողը պիտի հնչվի եւ այս անգամ որեխներ պիտի արձակվին եւ ասիկա անշուշտ այնտեղը մորեխները շատ վախնալիք ցեվով նկարագրվի մենք պիտի 9-րդ գլուխն ենք չէ այո ադալ 9-րդ գլուխն է ես ընդհանուր պատկերը գուզեմ նկարագրել եւ մեկ են 12 համարները եւ անգերեսնա 6-րդ փողը պիտի հնչվի 200 միլիոն մարդկանի փանագով մարդ պիտի սպանվի եւ 7-րդ կնիկը պիտի հրճակվի որ Աստծո բոլոր երկրի թագավորությունները եղան Աստծո թագավորությունը եւ իր օձյալին ադալ
11 գլուխին պիտի հասնենք, որ հատ տեսնանք։ Ուրեմն ինչպես որ եղավ 7 կնիկներուն հետ, որ 6 կնիկները 6-րդ գլուխուն մեջ ավարտվեց, բայց 7-րդ գլուխը եկավ հացադրելու, որ ով գրնա փախչիլ քարնուգին փարգությունեն, ըտմիջումը եղավ այնտեղ, բացադրությունը, նույնը պիտի լա այս 6-րդ փողին միջև եւ 7-րդ փողի միջև 10-րդ գլուխը եւ 11 գլուխը ընդմիջումը պիտի լա մեզի բացադրելու նորեն որ ինչ պետք է կատարվի այդ 7-րդ փողը չի հնչված որ վերջին փողն է որ ավարտը պիտի բերե այս աստծո փարգության եւ այդ վերջին փողը 7-րդ փողը որ ավարտը կբերե ամեն բանին վերջնորեն պիտի տեսնանք որ ավելի մանրամասորեն 15 եւ 16 գլուխներում այս սկավառակները որ կատարյալ պիտի գործանումը լա երկրի վրա այդ պիտի բարունակվի 7-րդ փողի մեջ կհասկանանք որ ինչ կլավ մեկը մյուսին մեջն է այս 7 փողերը 7-րդ կնիկին մեջն է 7 սկավառակները 7-րդ փողի մեջ կամփոփվի եւ կխտացվի եւ կկատարվի so նույն ասոնք հերթականությամբ կտեսնա որ Հովանես Արաքյալ բայց ոչ հերթականությամբ անպայման կկատարվի որ մեկը մյուսին մեջ ընդհանուր Քրիստոսի առաջին քալուստը մինչև երկրորդ քալուստը աստիճանաբար Աստծո փարգությունը կհայտնվի եւ կկատարվի որ երկրի վրա կապված սուրբերուն աղոթներուն հետ որ կբարձրանան որ անուշահոտ խունգի նման իր խորանին արժե անորոշ շատ կարեւոր է որ մենք լուրջորեն աղոթքի միապանվենք եկեղեցիները կարդանք այս գիրքը որքան միապանվենք եւ իրար հետ աղոթենք Աստծո թադաստանը քալու որ նաեւ իր ողորմությունը կա մենք ոչ թե գուզենք ամեն մարդ գործամի բայց եթե թադաստանը չի կա մարդիկ ինչ պետք ունին ապաշխարելու Օ, ամեն բան լավ է, տրախտի պես կաբրիկ կոր, ինչ պետք ունին ապաշխարելու։ Ես ինչ պետք ունիմ Աստծո փրկության։ Կյանքը արդեն ինձ համար օխ, լավ քեյֆ է։ Հասկանաս ինչ կլավ որ մենք կաղոթենք որ Թադաստանը կա այն նպատակով, որ ապաշխարեն, դարձիկան եւ փրկվին, ոչ թե գործանվին։ Եվ միակ անձը որ գրնա արդար Թադաստանը կատարել բոլոր աշխարհի վրա Այսինքն միայն հայերուն համար չէ, կամ ոչ մեկ ազգի, միակ արդարը Քրիստոս ինքն է, միակ թադավորը, որ արդար է։ Անորոշ ես թուն մենք չենք կրնար թադել այս բոլոր ինչ որ կկատարվի որ երկրի վրա հիմա արդար այսպես ընդհանուր պատկերը տեսնալ, որ մենք չենք գիտեր մարդկանց սիրտերը հոգիներ, Աստված գիտե։ Okay, անցնենք Գիտես, քանի որ պիտի անցնես ասարի կսեմ, մենք հավատացյալներս օրինակ գլսենք, կգարտանք բացատրությունները գլսենք հիմա քեզի, միևնույն է կմտածենք մեր սրտին մեջ, բայց մարդիկ կան միտունալ գիտես, որ դժոխքին չեն հավատար, նույնիսկ որ մտի գնեն, կսեն ասիկա ֆիքշն է, ինչ որ գխոսի, եւ ես իմ քեֆս ունեմ, կյանքը սաբրիմ, մեներես վերջալ չեն հավատար, չեն արթնար Չեն հավատար որ դժոխքը կա, շատ դժվար է։ Այո, եւ նույնիսկ չեն հավատար որ չեն կնարներ։ ամենամեծ գուրությունն է որ սատանան մեզի փորձի հավատացնել որ ինքնա չի գա, սատանա չի գա գսեն, դժոխք չի գա։ Ես մերնիվն է վերջացավ, պիտի բեմ եւս չի հիշվի, ոչ դժոխք կա, ոչ տրախ կա, կմերնիմ անասունի նման եւ վերջացավ։ Հատկի վերջը հավիտենականություն չկա, հոգին հավիտենականությունը չկա եւ ուրեմն Թադաստանա չկա պիտի ամեն բան վերջանա եւ վերջ ուրիշ բան չկա բայց իրենց այդ հավատալով եւ իրենց այդ հրճակելով իրականությունը չի փոխվել ասիկա գնամանի մեկումը որ գսե ես չեմ հավատալ որ թթվածին կա ես չեմ տեսնար թթվածին եւ ուրեմն չկա ինքը սելով որ թթվածին չկա իրականությունը կփոխվի որով ինքը չի տեսնար որ թթվածին որ իրեն այլ մոլորակ մխրկի կտեսնա որ առանց թթվածինի մարդ չի գնար ապրել թեկուզ չես տեսնար թթվածին չէ նույնը թթվածինը տնենք երբ որ հավատքի չի հավատար չի գա գսեք դες հա չի գա բայց
գսե որ չի գա, թթվածին չի գա գսե, բայց օրը թող դեղը թրվի ճուրին դագը թող երթա, նայինք որքան ադեմ պիտի գրնա, հավատալ որ թթվածին չի գա, ճուրին դագը գխեղտվի գմերնի։ Պիտի շարունակենք աղոթել Հա, մեր ես շարունակի պարտականությունը։ աղոթել չկա Okay. ասելու, վեսել չէ, որ իրականությունը պիտի փոխվի։ Այո, Գնան գսել որ թժող չկա, բայց եթե աչքդ այդ միտքով բանաս օրը եւ թժող կպիտի տեսնաս, որ նույնքան իրական է, որքան սատանան եւ Աստված եւ բոլոր այս հոգեվոր ոլորտը, որով մենք միայն մարմին չենք, նաեւ հոգի ենք։ Մարմինը երբ որ մեռնի, հոգին չես տեսնա, այո, բայց այդ մարմինը դեռ կտեսնաս, դեռ կա, բայց հոգին չի գա։ Համը փոխվեցավ, հասկացա՞ր։ այո, Նույնը հավիտենականություն, օքեյ։ այո, Ուրեմն, անցնենք հաջորդ սալիկներուն եւ ուզում նայենք եւ շարունակենք ընթերցել, օքեյ։ Ուրեմն անցնենք այս պատկերին, որտեղ 7 հրեշտակները փողերը պիտի հնչեն։ Ուրեմն, արակը ուզում միայն ընդհանուր փողերը նշել նորեն, հիշել նկարներով եւ գուզեմ այս կապերը ստեղծել, որ ինչ ցեվով զուգահեռներ կան Երիկոյի պատմության հետ, որ խնդրած է անցյալ անգամ, որ այո, ընթերցենք Հեսուի 2 գլուխեն մինչև 6-րդ գլուխը եւ կապերը հիմա պիտի տեսնանք, որ ինչ ցեվով կապված է այս բոլորը հայտնության քիրքի 8-րդ գլուխեն մինչև 11 գլուխը, որ վերջին փողը կհնչի։ միան կուզեմ քեզ Ուրեմն եսել, որ այո, երկու հատ PowerPoint կտեսնամ, դերևս display setting պետք է անես, կամ եթե թիդմամբ տրածես երկու դարբեր նկարներ, ինչ է երկու հիմա նկարները։ կտեսնամ Revelation 8-ը, 7-ը սկսյալ, իսկ Քովի պատկեր Revelation 8-ը, 6-ն 7-ը։ Ուրեմն այստեղ լավ, մեկ հատ stop share-ն ենք նորեն Okay։ երբեմն այս technical բաները Որ չի դժվարին։ շվարինք, Այո, փորձենք որ շիդակ ցնենք։ ոչինչ, եղավ, Okay, եղավ։ այո, Ճիշտ է հիմա։ Okay, good. All right. Անցնենք ուրեմն 8-րդ գլխի 7 համարին առաջին հրեշտակ այստեղ դեսնան անգլերենով է ցավոք սրտով, եթե աբակային մեկը ինձ գրնա օգնել, որ ասոնք հայրենի PowerPoint-ները փոխենք, լավ գլավոր մեզի դեղեկացնեն մեր այո։ կայքեքի վրա Եթե մեկը կուզե ծարայել, Զարայել ադալ մենք գարիք ունենք հիմա, որ ամեն բան բավական դժվար է լավ որ շուտ փոխել հայրենի, այո, բայց ես պիտի բացատրեմ եւ սալիկները շատ շուտ կանցնիկ վրայեն։ Ուրեմն առաջին փողը հնչվի եւ ինչպես ասենք գրակ գիչնա երկինքենոս նկարները կտեսնանք եւ երկրի վրա գրակը այսպես կթափվի երկրի վրա եւ երբ որ երրորդ մասը երկրին կսկսի այրվի եւ ինչ կլա նորեն ինչպես որ առաջին եւ որ գնիքը բացվեցավ առաջին ցին երրորդ չորրորդին ժողովրդի վրա փամը կկատարվեր բայց նաեւ փնությունը կաստվեր հոսա նույն միտքերն են կանանչ ծառերը խոտերը ձովը այսպես գսկսի գրագարներ, ձարերը գրագարներ, խոտերը գրագարներ, փողին այդ աստեցությունը, որ կհրճակվի Աստծո խորանեն, գսկսի երկրի վրա բաներ փոխվի եւ վնասներ կալ, աղետներ կալ, ժանդախներ կդարվի։ Երկրորդ փողը կհնչվի նորեն եւ այս անգամ գսե լերան նման բանը տեսա որ գուքար երկրի վրա եւ երկրի վրա գիչնար եւ այս անգամ մեկ երրորդը նավերուն, ծովին, արյուն դարձավ եւ նավերը գործամվեցան մեկ երրորդը ծովի մեջի ցուգերը եւ ցկային անասունները ամեն ներան եւ վերջը կշարունակե գսե երրորդ հրեշտակը տեսա փողը հնչեց եւ աստղի նման այսպես երկեն գրագի նման երկրի վրա իջավ եւ բոլոր քեդերը աստղեցան ասոնք ամեն ունին իր իրենց փարացի աստեցությունները երկրի վրա եւ կտեսնանք երբեմն
երկինքեն միթեոր մը գուքա գիչնա երկրի վրա եւ վնասներ կբերե եւ կամ դարբեր ճուրերը կբղզվին մարդու ցերկով նույնիսկ որ Աստված թույլ գուտագոր որ այս բաները լան եւ մարդիկ ճուրերը չեն գնար խմել կամ բղզված ճուրեր են ասոնք Աստված մեզի ցույց կտա որ այսօր հեղինակը ինքն է ոչ թե մարդը թույլ կտա որ այս բաները լան բայց նաև կա հոգևոր իմաստ որ նաև այս ճուրերը եւ մարդիկ պիտի հիվանդանան եւ գլան որ հիմա չէ որքան մարդիկ ճուր կխմեն եւ այդ ճուրերը որ կխմեն որ կբղզվի որ առաջվան պես չէ ճուրերը հիմա ինչ թույներ կան այդ ճուրերու մեջ ինչ յուղեր որ նավերեն գտապի որ այդ օկեանոսի մեջ ինչ պլաստիկներ որ գտապի որ ամեն ճուրը կբղզվի որ եւ մարդիկ կխմեն որ այս բաները եւ մեր մարմինները քացքերները հիվանդությունները որ մեր վրան գուքավոր հնությունը մեր շուրջը կբղզվի որ ուրեմն շարունակենք այդ 4-րդ հրեշտակը գերեն չէ նորեն 1/3 այս աստիճանաբար ավելի աղետներ գլան եւ ինչ կլա որ արևը եւ լուսինը գաստվին որ եւ աստղերը եւ 1/3 գսե որ օրվան մտածավ եւ քիշերվան ուրեմն նորեն պայման չէ որ անպայման արևը պիտի սևնա եւ լուսինը պիտի գարմիր դառնա արյունի նման այլ ամեն դեսակ փնության մեջ նույնիսկ աստղերը եւ արևը եւ լուսինը կաստրին որ իրենց լույսը տալով եւ կտեսնանք երբեմն հրապուխներ գլավոր կամ ինչքան atomic bomb-երը եւ nuclear bomb-երը եւ կպայթեցնեն որ ինչպես այսպես ավազներ եւ խավարումներ գլավոր եւ գաստի ժողովրդին չէ բոլոր փնությունը գսկսի որ աստղի նույն ցեվով գա փարացի իր իմաստը որ կկատարվի բայց կա նաեւ հոգեվոր իմաստը վերջը գլսե որ 10-րդ համարի մեջ հայտնության 8-րդ գլխուն գսե որ արձիվի նման արձիվ մը թրջի որ եւ գսե որ վայ բոլոր երկրի բնակիչներուն որ այս 3 հրեշտակները հնչեցուցին եւ այս շարունակի գորսելով որ այս վայերը ուքան որ երկրի վրա այսինքն անեծքները այդ կերչը 5-րդ այդ նորեն արձիվը փարացի չի դառնենք բարձապես արձիվը գխորթանշե միջոցը որում միջոցով գհրճակվի որ այդ վայերը ժողովրդի վրա անեծք ու կագործեր վրա արթնցեք զգուշացեք ապաշխարեցեք հոնե որ մեր այս բոլոր հայտնության քիփքին նպատակը անի որ ոչ թե մեզի բարձրապես գուշակեն ինչ պիտի դա ապական այլ դեսնալով որ ինչ կդա որ եւ Աստված ինչպես քերբնական ցևով թույլ կտա որ այս բաները երկրի վրա լանք անդրադառնանք եւ ապաշխարենք այս է նպատակը եթե ապաշխարենք Աստված իր նպատակին հասած կլա եւ մենք ալ խաղաղություն ունենանք սրտի մեջ թեկուց մեր շրջապատը եւ իրավիճակը երթալեն կվատանա որ մենք մեր խաղաղությունը չենք կորցնել որով գիտենք որ Աստված մեզի գնքած է Քրիստոսի անունով ամեն եւ մի խոսի մանոր մասին որ ինձ է ասում կապված են Երիկոյի հետ վերջը կտեսնա որ փանալիմը կդերվի որ եւ այդ անտունտեն դուրս կելը որ ձուխ եւ մուխ եւ գրակ եւ օդը գաստվի որ եւ նորեն մենք կտեսնանք փարացի օրեն ինչպես մեր օդը կբողզվի որ չէ օզոնը կբողզվի որ pollution օթոներուն այդ ինքնաշարժերուն կամ ավտոներուն հայաստանցիները գսեն այդ ձուխերը բաները ամեն գաստե որ նաեւ իրական ցեվով փնությունը so այս անպայման նաեւ չեն կդարսել որ դա է այս փանալին որ գդրվի որ սե փանալու այդ անտունը դիվային աշխարհն է գարցակվի որ անտունի մեջ են դևեր այսինքն այդ տեղը որ այդ հրեշտակները որ բաղված էին այդ անտունի մեջ գարցակվին որ երկրի վրա աստիճանաբար դիվային աշխարհն է մեզի կաստե որ ինչ ցեվով
Հիմա նայ որքան աս AI-ը որ գլագոր չէ, Մ, ինչքան սուդեր կան, չէ, նկարներ գծցնեն գոր, վիդեոներ գծցնեն գոր, որ մարդուն քո նկարը դիմ նկարս կարնեն եւ ուրիշ խոսքեր գտնեն մեր վրա եւ ուրիշ բան ասել, գտան գսեն նայ Բեդրոսը ասացավ, կամ Կարինը ասացավ, կամ չեմ գիտեր ինչ նախագահը անասավ եւ չեն ասած։ Եվ այնքան իրական գտալավոր եւ ավելի իրական պիտի լա որ այդ դևերը պիտի խափեն մարդկանց, չի պիտի գիտնանք ով ճշմարտություն այլևս կսելով։ Շատ դժվար օրեր պիտի կան թեր ներ վրա եւ գուքան որ մ, այն ասիջան որ նկարները գսկսին որ խոսիլ, չէ։ Եվ այո, մարդիկ հիմա իրենց լուրերը այս նկարներ են կարնեն որ չեն գիտեր որ որում վստահին։ Եվ ի վերջո կազան այսօր պիտի խափե ամենքս։ Ոչ անոնք որ դերոջը խոսքը գիտեն բայց։ So շարունակենք եւ ուրեմն վերջը ձուխը որ գելե որ այդ ձուխին հետը նաեւ մորեխներ պիտի ելեն նայ այսքա հոելի մարգարեության մեջ դա հիշված էր որ ինչպես այնտեղ մորեխներ ասված օգտագործեց որ իր կորձը գադարե եւ այս փայծնորեն դիվային աշխարհն է որով ասում նորմալ մորեխներ չեն գիտես իրենց մազերը գիներու մազերու նման իրենց թերանները ագրաները, արյուծներու ագրաներու նման ոչերը կարիճներու նման այսինքն ոչ թե մարդը գսե որ մարդուն չեն սպանել որ 5 ամիս գտանչվին որ ասոնց ուժին դակ ուրեմն դարաբանքը ոչ թե մարդկանց կմերցնեն որ ասում իրական մորեխներ չեն որ մարդուն կսպանեն որ երգիրը խոդեր ուդելով կանանչություն ուդելով այլ դիվային աշխարհն է որ գաստե որ մարդու առողջության եւ իր հոգին եւ հոգեգանը այսօր ինչքան հոգեգան հիվանդություններ կան այսօր ինչքան հիվանդանոցներ այո, գշնեն որ մեր գսեն որ մեր կանադայի մեջ միան նույնիսկ ինչքան լեցուն են հիվանդանոցները հոգեկան հիվանդություններով այո, եւ մարդիկ որ գուզեն որ անցնասպան ուլա չէ այո, հիմա ինչքան մարդիկ անցնասպան գուզեն որ ուլա եւ կառավարությունը թույլ կտա որ անցնասպանը լան կառավարության թույլտվության դակ եւ ասիկա կանադայի մեջ բայց այստեղ անակ պիտի լա որ այնքան քեշ պիտի լա վիճակը իրավիճակը որ մարդիկ այնքան զզված այնքան դխուր այնքան հուսալքված այնքան հուսահատված որով եթե Քրիստոս չեն դաջանչնալ ինչ հույս ունի այս կյանքը ինքնին թժող կթան եւ անցնասպան գուզենալա չի պիտի կրնան անցնասպանալա գսել մ, երևակայ որ պիտի այնտեղ փնտրեն պիտի եւ, մ, այո նույնիսկ ուրեմն մահա պիտի փնտրեն բայց միջոցը չի պիտի լա ինքնին սպանելու այս իրավիճակներում մեջ մ, այդքան քեշ պիտի լա եւ երթալեն կտեսնանք որ մարդիկ անհույս վիճակի մեջ են անոնք որ Քրիստոս չունին անոնք որ հարության չեն հավատար ինչ հույս ունին կարին ինչ հույս ունին չկա ոչ մեղքերու թողություն կա ուրեմն խիջերնին իրենց կտան չէ որ իրենց մեղքերու պատճառը սատանան իրենց կխապե որ թումբանի արժեք չունիս ինչ մեղավոր մեկն ես ավելի լավ է ինքսիքդ ներցնես երթաս ասիկա եթե մեկը մտի կնե որ հիմա որ այդ վիճակին ասած է որ անհույս է հիմա քիծեք որ Քրիստոսով ինչալ են է ծեր իրավիճակը ուրալ ինգերեք ինչ հիվանդանոցի մեջ ինչ անհույս վիճակի մեջ այսօր քիծեք որ եթե ասեք դեր Աստված ողորմե ինձ փրկե ինձ մեղքերս ներեի Հիսուսի արյունը գտնունի իբրև միջոցի իմ փրկության ամիջապես դերը ծեր աղոտ կգլսե ամեն, ինչ հավիճակի հասար ցկնե դերոջ շնորհքը որքան մեղ կշատնա գսե որ այնտեղ իր շնորհքը ավելի կշատնա ամեն, Աստված պատրաստ է ներելու պատրաստ է փրկելու միայն որ ապաշխարենք այս է նպատակը իր բոլորին So անհույս մի ըլակ ամիջապես աղոտ մը բարձրացուցեք ծեր սրտեն եւ վստահ քիծեք որ Աստված ծեր աղոտ կգլսի եւ ամիջապես ծեզ կփրկե հրճագելով Քրիստոսի արյունը վստահեցեք որ ոչ միայն այս կյանքի համար գաբրիկ որ թեգուց մեր իրավիճակը գրնալա շատ վադլա բայց նաև հավիտենականություն մգա որուն հարություն պիտի առնենք եւ հավերժ աստծո ներկայության մեջ պիտի ապրենք առանց մահի առանց դարաբանքի որտեղ այլևս սով մահ եւ լաց գոց ու ժանդախներ չպիտի լան թրախտ պիտի լան սո հույս ունենք անհույս միելակ վստահեցեք աստծո եւ գշարնակե գորսելով որ ասում 5 ամիս պիտի դանչվին
բայց չի պիտի գրնան մահը պիտի փնտրեն եւ չի պիտի գրնան մեռնել։ Ուրեմն ասիկա հոգեվոր դարաբանք մնե, հոգեգան նաեւ։ Եվ այս ժանդախնի նման այս կարիճները մարդու երեսներ պիտի ունենան, այսպես մորեխներ չի պիտի լան պայման։ Շատերը ասում թանկ բաներում հելիկոպտերներու նման ցուցած են, որ գրնան գիտես հարվածներ ուղարկել, բոչենալ, արջևենալ, թանկերու, բաներ ունին, զենքեր ունին եւ այլն, այս չէ միտքը։ Միտքը այս է, որ հոգեվոր դիվային աշխարհը պիտի արձակվի եւ մարդկանց միտքերուն եւ սերվերուն եւ հոգիներուն իրական աստեցություն պիտի ունենա եւ ունի եւ գլավոր հիմա եւ եղած է թարերուն ընթացքին միան աստիճանաբար իր աստեցությունը ավելի ուժեղ պիտի լա 1/3 պիտի աստերի։ Ուրեմն աստեղ մի քանի նկարներ կան, որ ինչպեսի ցեվով Հովանես կտեսնա, որ իր տեսիլքի մեջ այս մորեխները շատ դիվային աշխարհի հետ առնչվելը շատ վատ բան է։ Ինչպես կրցավ Հովանես այս ամենը վերցնել։ Հիմա ճիշտ այդ է, ինչ շնորհք, ինչպես հիմա մենք գվերցնենք, որ մենք կտեսնանք որ նույն բաները, որ ինքը տեսավ, չէ՞։ Գիտես մարդիկ երազ կտեսնան եւ այդ երազը որքան իրենց կխանգարե, նայ հարցիվային հարցակումի երազ։ Ասենք Արաքյալը ինչեր տեսավ, ինչպես կրցավ վերցնել այս ամենը։ Ճիշտ է, ինչպես կրցավ, գիտես ինչպես, եւ որ Քրիստոսի միտք ունի եւ որ Քրիստոսի խաղաղությունը ունենք մեր մեջ, որ քերբնական է գսե այն խաղաղությունը, որ ես ցեզի գտամ, այս աշխարհի խաղաղությունն բարձր է, մեզի կպահե ինչքանալ քեշը լա իրավիճակը, այդ իրավիճակի մեջ խաղաղությունից չեն կորսացել։ Այս եթակ Միսարապետնակով գրագին մեջն են, գայրի որ երեքա գրագի մեջ կներվի, որ 7 անգամ ավելի կսասկանա, որ նորեն հիշեցնեմ 7 թիվը այդ եթակ Միսարապետնակովին կատարյալ գրակ, կատարյալ գործանումի ենթարկվին, որ բայց այդ բոլորի մեջ խաղաղությունին չեն գործընծել, որ ով նա փոքրտոնոսոր տակավու։ Թուն ուզածը դրել մենք հավատարիմ պիտի մնանք մեր Աստծուն եւ գրագի մեջը 4 անձի իրենց կբայվը, որ գսեն նույնիսկ իրենց մազին թելը չեր այրված կամ հոդը անգամ գրագեն եւ որ դուրս ելան ի վերջո գրագեն, որ մեզի համար այդ դուրս ելնելը հարության օրն է։ Այդ դուրս ելնելը Քրիստոսի երկրորդ քալստյան օրն է։ Մենք պետք չունենք վախնալու, ինչ ուզել լա մեր շուրջ։ Պիտեր ես քեզի հարցում ունիմ, բոլոր քույրերուս եղբայրներուս կողմէ որ մտիկ կնեն։ Իմ օրինակի համար Սեդրակ Միսակ Հապետնակովին ունեցած հավատքը քերբնական հավատք էր, եթե Աստված չի դար այդ հավատքը։ Իրենք պիտի գարենային գրագի մեջ մնալ, թեգուզ պիտի հնազանդեին։ Ինչ կխորիս, որովհետև ասի քերբնական հավատք է։ Անպայման։ Քերբնական կորձ է, դերոջը կորձն է։ Այո, ճիշտ է, եւ լավ է որ հարցուցիր աս, որով շատեր գսեն որ ես հավատք ունիմ, որ ամեն բան լավ պիտի լա։ Այս տեսակ հավատքը բարապ հավատք է։ Ամեն բան լավ պիտի չլա, ամեն բան թեպի վատը պիտի երթա, ընդհանրապես։ Պեստուն հավատքով պիտի։ Հավատքից ինչքան հավատքից ագու աղբյուրը Գետրոնը պետք է Հիսուս Քրիստոս ինքը լա։ Ոչ թե հավատամ որ լավադեսը լամբազապես լավադեսը լալուսիրույն որ ամեն բան լավ է դիալա։ Չէ, ամեն բան լավ է չլա եթե Քրիստոսի չհավատանք։ Թժող կա։ Եվ ամեն բան թե այս աշխարհի մեջ պիտի վադանա եւ թե թժող կպիտի լա մեր ավարտը, մեր հասցեն վերջին դանգարը որտեղ նույնիսկ որ ներնիկ հոն հավերժության մեջ պիտի դանչվինք ասո ներկայության մեջ կսե եւ քարնուկին եւ հրեշտակներուն ներկայության մեջ ադա ուրիշ պատկամն է որ պիտի բացատրեն եւ որ հասնի Շատ լավ օրինակ են այս օրերուն մեջ եւ քալիկ Սեդրակ Միսակ Հապետնակով որ հանկիստ մարտիգը իրենց մանտոներով մտան գրագին մեջը բայց դերը իրենց բահեց դերը իրենց բահեց բնական ցեվով ինչպես ասիր բահեց այսօր նույնն է ինչքան մարդիկ ամեն թարերով դարաբանքներում մեջ են անցած են անոնք որ գսեն օ այս դարաբանքները մենք չի պիտի տեսնանք այս սխալ մեկնաբանություն է իմ կարծիքով որով չի պատրաստել հավատացյալին որ այսօր ինչեր է գանցնի թունա գանցնի ես ագանցնիմ եւ ամեն մարդ մեր շուրջը կտեսնանք որ չէ ինչքան
քրիստոնյաներ գմարտիրոսին որ գարցին որ հոս չի բիլի արևմտյան աշխարհը արդեն հոսալը սկսած է հիմա չէ ինչքան մեր շուրջը սպանություններ գլան որ եւ երբեմն մարդիկ իրենց հավատքին համար գներնին որ Չարլի քրքը անոնցմեններն էր եւ անոր նման ինչքան կա երթալեն մի շատնա չեմ ուզեր հուսահատեցնել բայց այդ բոլորի մեջ մենք պիտի գրնանք Սեդրակ Միսակ Աբեդնագովի եւ Դանիելի նման ասել Ես պիտի մնամ հավատարիմ իմ Աստծուց հիմա քնե բեր սիրտերը պետք է պատրաստենք որ Որ այդ մեր պահին գարուչը մեջ ինք որքան մեր զորությունը ալլա։ ամեն քույրս Հալելույա։ մեր խարիստը Քրիստոսն է Քրիստոս այդ ժայռի վրա մեր դումը պետք է շնենք որը փոթորիկները լինքան բայց այդ ժայռի վրան է որ մեր հավատքը գայուն եւ հաստատ կմնա Ամեն։ եւ այդ ինչ ցեվով որով կտեսնանք որ անցյալին ինչպես հաստատ եւ հավատարիմ եղած է եւ մենք նույնիսկ հավատարիմ չենք եղած ինքը մեզի բահած է այն adեն մենք կտեսնանք եթե անցյալին այսպես հավատարիմ եղել է այս վիճակի մեջ նա գլա Ես հավատարիմ նույնն եւ եմ հատիկ դսե։ Երեք այսօր հավիդյան նույնն եմ։ Ես խոսպամն ագրնամ ավերցնել, որ այլևս հավատացյալները գատնգեր չմնան, այլևս հաստատ գերագուր ուդեն։ Ասի ասավ, աս համայնքը, աս եկեղեցին, եղբայրս, քույրս ասան գրավ, ընկերուհիս հետս չխոս։ Գիտես այլևս աս գատնգեր խոսակցությունները այլևս մեր հավատքը չեն զորացներ։ ամեն Ամեն։ ամեն անորամար մեր հավատքի գադարողին վրա պետք է լա Քրիստոսի Ամեն։ ինքն է որ գադարեց եւ նայ այստեղ գսե որ եւ թակավոր մունեին այդ հրեշտակի վրա թակավոր մգար նայ ուրեմն այս մորեխները փարացիորեն մորեխ չեն դեսնաս որ ինչ կսե որ 9-րդ գլուխը 11 համարը մի հատ կրնաս նորեն Այո, ընթերցել իրենց վրա թակավոր ունեին անտունտի հրեշտակը, որուն անունը եբրայեցերեն Արաքոն եւ հունարեն Աբողյոն կսեն։ այո այսինքն սատանան իրենց թակավորն ուրեմն մորեխները թակավոր չունին Տուն դեսերես մորեխները որ թակավոր ունին ուրեմն հասկանանք որ ասոնց յետին իմաստներ կան որ հոգևոր իմաստներ են այո աստեցություն պիտի ունենան բայց մարդու դիվային աշխարհը եւ մարդու մտքի մեջ ինչ վախ եւ սարսափ կփել է չէ Այո, մարդիկ ինքնին ինչեր հրած են ինչև անձնասպանություն որով այդ վախերը իրենց տարած է այնտեղ որտեղ վախծած են որ այս ինչ պիտի լա ասած է ավելի լավ ես մեռնեմ քան այդ ադլա ինձ եւ այլն եւ իրենք իրենց Այո։ երկով ինչեր հրած Աստված բայ այս բաները ստակ գիտնանք դերը մեգը չկա որ այնտեղ մը հասել է որ մեղ մը կործերը որ Աստված չի ներեր բացի անհավատության մեղք միակ մեղքն է որ Աստված չընդունի որ ամեն բան հրավ Աստված իր որդու Հիսուսի միջոցով որուն միջոցով եթե հավատանք նույնիսկ մարդասպանությունը Աստված գները մեղ մը չկա որ չի ներեր անշուշտ թե անոր բադիժները կդուժենք երկրի վրա եւ մեր մեղքերու բադիժները օրինակ համար սերային մեղքերը գսե ուրիշին թեմ չէ որ գնենք այլ մեր անձին թեմ գնենք կա մեղքեր որ մահացու մեղքեր են կա որ չեն Աստված գիտե սիրտերը մտքերը քնող են բայց սանանան թող չի խափե որ մեղ մգա բացի անհավատության մեղքը որ Աստված չի ներում ամեն մեղք ես իմ կյանքից կրնամ վկայել ինչ դժվարություններու մեջ մատնված եմ իմ ըմփոստության դարիներին եւ պատճառով 30 տարիներ առաջ ինչեւ Աստված իմ կյանքս փոխեց բայց վերջը տեսա որ ինչ բաներ են դեր ինձ փրկեց եւ ներեց եւ որ ես խոնարհաբար կոտրվեցա Աստծո առջև եւ սիտեր մեղա Աստծո դեր ները ինձ ողորմի ինձ մեղավորից այս է առաջին աղոթքը որ դերը գուցե լսեն ինչեւ մյուս աղոթները որ իր առջև կբացացնենք առաջին աղոթքը դեր ողորմի ինձ մեղավորից կարճ մաքսավորին աղոթն է ողորմի ինձ մեղավորից ուրեմն այս 9-րդ գլխու 12 համարը առաջին վայրն է գսե թեր երկու վայ եւս կա որ դիքա եւ մնացած փողերը այդ վայրում դա ուրեմն առաջին վայրը մեզի գտել է մինչեւ այս փողը որ 5-րդ փողն էր ուրեմն հիմա գանցնենք 6-րդ փողին նորեն հրեշտակ ուր դեն գփչեն որ ասոնք Աստծո խորանին արչև են այս հրեշտակները եւ այնտեղ գփչվի որ բայց երկրի վրա աստեցություն ունենան
եւ եւ որ 6-րդ փողը կհնչվի նորեն այդ կսե 4 եղջյուրներեն որ ուր է խորանին խնգասեղանին խորանին արչև աստծո արչև ուրեմն մենք տեսանք այդ նայ այս եղջյուրները կտեսնանք որ նկարի մեջ է ոս Այո, ուրեմն հին ուխտի մեջ ինչ որ ասենք այս խնգասեղանը որ կար 7 եղջյուր ուներ այսպես ագներես 4 եղջյուր ուներ ամեն անգյունները okay այդ 5 դագարանի մեջ եւ որ երթակ ժամանակ չի գա հիմա բայց դուք կրնակ բրբուդումները նել փնտրել տեսնալ այդ եղջյուրը կխորտանշի զորություն այսինքն այստեղ ուր որ սեղանն է զոհասեղանը չէ խնգասեղանն է աղոտները որ կբարձրանային այստեղ աստծո արչև զորություն ունեն 4 ինչու 4 եղջյուր 4 անգյունները ասենք 4 թիվը աշխարհի 4 հյուսիս հարավ արևմուտք արևելք այսինքն ամեն գոմեն այս աղոտները դերոջ արչև կբարձրանան եւ զորություն ունի այս զոհասեղանի վրա մատուցված աղոտները միտքերնից պահենք որ ասենք հոգեվոր իմաստով գխոսվի ոչ թե երկինքի մեջ ասանք խնկասեղանը պիտի լա եւ այնտեղը մեկ հատ հրեշտակ մը կա եւ իրական փող մը կընչել այդ փողերը ազդանշաններն են որ աստուծո խորանեն գուարգվի որ հրեշտակը երկրի վրա պատկամապերներն են որ 7 եկեղեցիներուն կհրճակեն որ եւ կքարոզեն որ ավետարանը եւ կհրճակեն որ աստուծո այս փարգությունը որ պիտի կա հիմա ինչպես մենք կնենք մենք այդ հրեշտակները մեր միջոցով պատկամապեր գլանք որում միջոցով կհասնի որ հովիվներուն միջոցով իրենց հոդերուն հասկնաս հարացի օրեն եւ որ այդ 4 հրեշտակներուն աստվածը սավ քրե այդ 4 կներես 7 հրեշտակներուն երկրորդ եւ երրորդ գլուխները հայտնության քիրքին հարացի օրեն հրեշտակը պատկամապերներ որ հովիվներ քահանաներ հրճագողներ այդ 7 եկեղեցիներուն այդ պատկամները որ Հիսուս տվավ կտեսանք որ գավը ինչպես ինչ որ երկինքի մեջ կլավոր կհոթենք որ երկրի վրա նույնը չէ այդ հայրներ որ երկինը սես կսենք չէ այո ինչպես որ երկինքը երկրի վրա ինչպես երկինքը ուրեմն մենք հիմա կտեսնանք որ երկինքը ինչ կլավոր եւ մենք կդառնանք որ կորձիկներ պատկամապերներ երկրի վրա որ եւ որ գհրճակենք որ այս բաները փողերը գհնչելին որ ազդանշանը գդերվի որ հիմա պիտի տեսնանք այդ կաբերը Երիկոյի անցնենք ուրեմն եւ որ 6-րդ հրեշտակը կհնչե որ իր փողը նա ինչ կգադարվի որ այդ գսե Եփրատ քեդին կանգնած 4 հրեշտակները որ այնտեղ կապված էին գսե որ իրենք կարծակվին որ հիմա գուքանք որ իդ այդ 4 հրեշտակներում որ 7-րդ գլուխուն մեջ է հիշված էր հիշես եւ որ 7-րդ գլուխը գարտացին մեկ հատ որ կսպասեին այո մեկ հատ գարտա 7-րդ գլուխը առաջին եւ երկրորդ համարը այո անգե հետո դեսա 4 հրեշտակներ որոնք երկրին 4 անգյունը գեցեր էին ու երկրին 4 հովերը բռներ էին որովհետեւ երկրի վրա հով չփչե ոչ զովու վրա ոչա ձարիմը վրա ուրիշ հրեշտակ մտեսա որ արևելքեն եկավ ու գենտանի աստծո գնիքը ուներ եւ մեծ ցայնով աղաղակեց այն 4 հրեշտակներուն որոնք իշխանություն դրված էր երկրին ու զովուն վնասելու այո օքեյ ուրեմն կտեսնանք որ այստեղ երկրին ու զովուն վնասելու չվնասած գնիկ մը գտրվի որ թա 7-րդ գլուխուն մեջ որ խոսեցանք անոր մասին այո բայց այնտեղ ասված է որ մի այդ հովերը հրեշտակները հովերը որ վերջը ադոմ կապեցինք 4 ցիերուն հետ որ Զաքարիայի 6-րդ գլուխում մեջ տեսանք այդ 4 ցիերը 4 նաև հովերը հոգիները կորցիկներն են ասում որում միջոցով աշխարհի վրա միլիկա աղետներ հիմա այստեղ 9-րդ գլուխ 14-րդ համարի մեջ աղոտները բացացան 8-րդ գլուխ 5-րդ համարի մեջ այդ խնգասեղանի 4 այդ եղջյուրներուն արչև հիմա
4 հրեշտակները գա արցակվին, որ Եփրատ քեդը ինչ արևելքի կողմն է, նորեն Աստծո ներկայության այդ դեղից, որ երկրի վրա սկսին իրենց աղետները բերել։ Ահա, Բարձ է, չէ։ այո, Ուրեմն այդտեղից ոչ թե անպայման փարացի Եփրատ քեդեն պիտի 4 հատ անտուն քետնեն կամ քեդին դագեն 4 հատ հրեշտակ ելը եւ ասոնք ինչ հրեշտակներ են, ասոնք կապված հրեշտակներ են։ Ուրեմն ասոնք Աստծո Փարի հրեշտակները չեն, այլ դիվային հրեշտակ, այսինքն ըմպոստացած հրեշտակներ, անոնք որ սատանային որոնները ահա, կարծակվին որով Աստծո հրեշտակները բնավ կապված չեն։ Հասկանանք ինչ այո, կասենք որ Աստված չի կապել իր հրեշտակներով, ասոնք դիվային աշխարհը կարծակվի որ սկսի աղետները փողերուն հետ հնչվելու, որ այդ խնկասեղանին այդ տարածքեն գարցակվին որ գաբերը պետք է հասկանանք ասում մեկը մյուսին կապված է այո, okay so ուրեմն ասոնք եւ որ կկատարվին որ մենք պետք է որ հասկանանք որ այս 4 հրեշտակները այդ օրվան ամսվան եւ դարվան պատրաստ էին 1/3 սպանելու Աստված իր ժամանակը ունի մենք գրնանք այդ ժամանակը աստեցությունը ունենալ այդ ժամանակի վրա մեր աղոթներում միջոցով ես ասկոր ինչ կապված է մեր աղոթները իրեն հետ անորոշ Աստված աղոթքի հոգի թո թափեն մեր մեջ որ հասուն աղոթներ աղոթենք աղոթենք որ Աստծո թադասանը թողքա հա, աղոթենք որով անոր հետ միասին Աստծո ողորմությունն ալգուքա եթե արքունությունն ապաշխարեն ալգուքա, նայ նինվե Հովնանը չուզեց երթալ եւ քարոզել, չէ՞։ հա, Որով գիտեր որ եթե քարոզե որ Աստծո բարգությունը պիտի կանին վեի թակավորին եւ ժողովրդին ահա, կարնալալ ապաշխարեն, բայց ինքը չեր ուզեր որ ապաշխարեն։ Որով Իսրայելի թշնամի էր նինվեն 120,000-ը որ այնտեղ պիտի գործաներ Աստված։ Բայց եւ որ քարոզեց Թադաստանը թակավորի ինչ era սուկ մոխիր քուրց խոնարհվեցավ, խոստովանեցավ, ապաշխարեց եւ ժողովուրդը զոմբայեցին գսե եւ Աստծո փարգությունը Աստված թարցուց իր փարգությունը այդ ժողովուրդը։ So Թադաստանը պետք էր որ հրճակվի, պետք էր որ քարոզվի, որ մարդիկ անդրադառնան որ մեղքի մեջ են, որ ապաշխարեն եւ փրկություն կա։ Դեսնաս կապը, չէ՞։ այո, այո, So պետք է հրճակենք, որ ով ժողովուրդ, ով աշխարհի բնակիչներ, եթե չապաշխարեք, Աստծո Թադաստանը գուքավ։ Ապաշխարեցեք եւ փրկվեցեք, ապաշխարեցեք, հավատացեք Հիսուսի, ավետարանին, ավետիսին, բարիդուրին եւ թուղակը փրկվեք եւ ծեր սիրելիները։ Բայց եթե ոչ, այս 4 հրեշտակները արդեն կանգնած են պատրաստ արձակվելու Աստծո կողմից։ Եվ արձակվին եւ այս ի վերջո պիտի կա ընդհանուր հարվածը։ Եվ ինչ կլավոր նաև գսե եւ որ այս հրեշտակները այդ օրը գուքավոր որ արձակվին ամեն այդ թշնամիները հազար փյուրած հազարավորած 200 միլիոն գսե որ շատերը ասիկա կվերակրեն չինացիներուն եւ գսեն որ ով ունի 200 միլիոնանոց փանակ միան չինացիները ուրեմն արևելքեն գուքավոր միջոցներ որուն միջոցով հարցակումներ գլավոր երկրի բնակիչներուն վրա հիմա գտնալալ որ ասված չինացիներուն կտեսնակ որ լուրերու մեջ ինչեր գլավոր չէ չինացիներուն հետ չինացիները ոչ թե անպայման չինացիները չի պիտի փրկվին ամենամեծ փրկությունը Չինաստանն ա գլավոր Պարսկաստանն ա գլավոր իման շատ մարդիկ համայնավարությունից Կթարցի գուքանգոր Քրիստոսի շատ մարդիկ իսլամությունից Պարսկաստան գուքանգոր Քրիստոսի Չինաստան է բայց նաև Աստված գրնալան որ փանակներ կորձածե մարդկային օրեն մարդկանց զարթնցնելու եւ Չինաստանեն այս AI-ը այս տարբեր միջոցները որ գլան որում միջոցով կոնտրոլը սադանան պիտի կորձածե մարդկային միջոցներ որում միջոցով պիտի իշխե երկրը կամ գուզե որ իշխե պիտի փորձե իշխե Եվ չինացիները ինչքան հարաճ դիմաց են այս ռոբոտներով,
այս AI-ով եւ տարբեր միջոցներ, որ աշխարհի ամեն կողմ հիմա գտարածվին որ Այո, եւ իրենք իշխանությունը գտարածին որ նույնիսկ Ամերիկայի վրա հիմա չեմ ուզեր քաղաքականության մեջ մտալ, բայց կտեսնանք լուրերը դուք բավարար այդ այո, լուրերը մտի գնեք կհասկանաք։ Okay, անցնիկ ուրեմն այդ փանակին այդ ցիերը եւ միջոցները, որում միջոցով պիտի հարցակվին, իր դեսիլքին մեջ կտեսնավոր որ այսպես զրահներ հակած են տարբեր քույներով եւ ծուծում կրակ արուձի նման կհարցակվին որ եւ ծուխ եւ մուխ ելեգոր կփարցանավոր այս պատկերը իր դեսիլքի մեջ կտեսնավոր որ մեծ պատերազմը կգադարի որ ես կհավատամ որ ասոնք նաեւ մեկ երրորդը որ գմերնի որ դիվային աշխարհը գարցակվի որ բայց այդ դիվային աշխարհը մարդկանց կօգտագործի որ իրենց չարությունը կատարեն հասկանաս սո չինացիները հիմա աշխարհի ամեն կողմ կդարածվին որ բայց չես կրնար ասել որ այս չինացիները պիտի լան ամեն դևեր բայց դևերը կրնալա կորզածին այս չինացիներու կամ այսպեսի փանակը բայց չեմ ուզեր միան վերակրել չինացիներում այո, ամեն աշխարհի փանակներեն ասված գրնա այս դիվային աշխարհը այո, կորզածին որ մեկ երրորդը աշխարհին կորզանվի եւ ասուն ծուխը կփարցանավոր եւ կկործանվին որ եւ կսեր օծերու նման կխայթեն եւ կվնասեն ժողովրդին եւ մնացած ժողովուրդը որ այս ժանդախները գուքավոր աշխարհի վրա ինչ կնեն որ չեն աբաշխարել իրենք չեն աբաշխարել որ 9-րդ քուլխու 20 համարը մի հատ եթե գրնաս ընթերցել այո, մնացյալ մարդիկը, որոնք այս հարվածներեն չսպանվեցան, չաշխարեցին, ու իրենց ձեռքերուն կորձերեն ետ չմնացին, որ երկրպագություն չնեն թևերուն ու ոսկի է եւ արծաթե ու բղինցե եւ քարե ու փայտե շինված գուրքերուն, որոնք ոչ գրնան դեսնել, ոչ էլ լսել ու ոչ կալել։ Նաև չաշխարեցին իրենց մարդասպանություններեն, ոչ էլ իրենց կախարդություններեն, ոչ էլ իրենց բորոնգուտենեն եւ ոչ իրենց կողություններեն։ այո ուրեմն այստեղ մենք կտեսնանք որ ինչքան դերը կփորձե որ մարդկանց այս փողերուն միջոցով ազդանշաններ տալ ազդանշաններ են ասոնք իրական ցեվով երկրի վրա գուքավոր այս հարվածները մարդիկ փոխանակ ապաշխարեն իրենց սիրտերը ավելի կգազացնեն որ կշարունակեն որ իրենց կախարդությունով կշարունակեն որ իրենց այս գինոները դիտելով որ դիվային աշխարհի միտքեր ունին իրենց սերային հարաբերություններով իրենց աստղատ գուշակություններով եւ քողություններով թեղորայքները թմրեցուցիչները օգտագործելով դրագս այսօր ինչքան մարդիկ ոչ միայն այդ դրագսերը որ ասենք չար աշխարհը գծախե գվաճարի այլ նաև այնքան բժշկին կերտասի մա չեմ ուզերս որ ամենը քեշ է բայց ամենտեղ մարդկանց ասավոնի օքեյ աստեղար ամեն բանի թեղ big pharma գսենք որ հիմա չէ ամենտեղ թեղ հաբ ամեն մեկը հաբը գլեցի գլան գիտես անակսեն հայրը չէ հաբը գլեցի ինքանի այսինքն Գազեմ ձանր նյութեն վերջը գարցեմ գադագը տեղին է։ հա գադագը տեղին է բայց գադակ չէ այսինքն հաբը գլեցի գարդին կոր այս հաբը ասոր վերջը հաբը պետք է ադոր հագը հաբմանոր թմրած վիճակով ամեն մարդ այլևս միտքը արդեն արթուն չի այլևս հուսահատված հուսալքված թեղ այսօր ինչ թեղեր կամ որ վհադության եւ հուսալքության համար գուտան որ չէ որ մարդկանց uppers գսեն ասոր անգլերենով հայերեն չեմ գիտեր որ մարդիկ լավս կան դրամատրությունին բարձրանա այդ է միտքը so as ուր կդանի որ մարդկանց այս անգամ լիարդը չեմ գիտեր ինչ ամեն թեպի մահ կթունավորին որ այս թեղերը այնքան թեղ գարնես որ մեկը մյուս թեղին մյուսը թեղին արդեն առանց սկալու գայֆով քեյֆով գայֆ կսեն հայաստանցիները այսինքն քերակույն հաջիկով գմերնին որ առանց զգալու որ գմերնին որ որով սիրտը մեկեն եմ կերտավոր ուղեղը մեկեն եմ կերտավոր հետո լիարդը գթունավորվի որ եւ բայ
Բայց չեն ապաշխարել որ ավելի թեղ մը գարնեն որ աս գարնեն անգարնեն որ թմրին եւ չզգան այս ցավը այո աս չէ փախուստ մեր միակ թեղը այս բոլոր այս հարվածներու հագաթեղը Քրիստոսի արյունն է Քրիստոսի արյունն է որ մեզի կփրկի սիրելի ամեն այսօր այստեղ գուզեմ ավարտել արյունին Քրիստոսի վստահենք որ թեգուտ չենք տեսնել չի պիտի խմենք ֆիզիկապես արյունը այո հաղորդության սեղանը գուքանք այդ մեզի հիշեցնե որ այդ քինին եւ այդ հացը Քրիստոսի միջոցն է մեզի որ մեր խիրու թողությունը ստանանք եւ մեր խիղճերը մաքրվին եւ նույնիսկ մեր խիղճը մեզի չի այլևս թադաբարդեր եւ որ խոստովանենք եւ ընդունենք Քրիստոսի լուծումը այս մեղքի որ Քրիստոսի արյունն է Okay ուրեմն ասենք Աբիդի հացադրեմ հաջորդ անգամ այստեղ ավարտենք որ ինչ ցևով կապված է Երիքոյի այդ բادرազմը թեփքի հետ որ նաև 10-րդ գլուխը եւ 11 գլուխը հայտնության քիթքին հետ 7-ն սկսյալ այս բոլորի իրարու կապված է Երիքոյի պատմության ուրեմն արիթմը եւս ունենք այսօր նորեն գարտալու գացեք Հեսուի երկրորդ գլուխեն մինչև 6-րդ կարդացեք եւ 7-րդ գլուխեն մինչև 11 գլուխը հայտնության եւ հաջորդ անգամ ես պիտի կապեմ այս բոլորի իրարու հետ 10 եւ 11 գլուխը նաեւ սերդելով շնորհակալություն շնորհակալություն քեզի սիրելի քույր եղբայր ինչ կսկաս այսօր քիչ մզաներ էր բայց իրականությունն է բայց ինչպես որ ասինք մենք չենք վախնար բայց մենակ թե պատրաստ կլանք գիտես Պիտեր այդ օրը հետեւյալը եւ որ գաղութեի որ աստծո ասի որ դեր թափիթը գսել մեկ բան գուզեմ որ քուսրախներուտ մեջ ապրիմ չէ ասա մենք ուս պապակն է որ չգդրվինք դերոջ զավակներեն հոգեվոր ասենք հարաբերութեն են եղբայր քույրերու հետ շփվել են բայց միևնույն ադենալ դեր օգնե ինձ եսի մեկ բան կխնդրեմ իմ առաջին կերակույն ասենք մտահոգությունս լա քեզ քու վախդ ունենալը եւ քեզի հնազանդելը այս երկու հատը շատ կարևոր է որտեվ որ Աստծո վախ ունիկ սկուշ ենք մեր մեղքին մեր խորհուրդներուն մեր խոսքերուն մեր մտածմունքին մեր ըրածներուն եւ հնազանդություն անե որ Աստված է որ բամը գսե եւ մենք մեր ախորժած բաժինը մտիկ կնենք եւ այդ բաժինը որ չենք ախորժիր ով գսենք չէ ով սա որ ադիգա Աստվածը սավ ինչպես որ օսը եկավ Եվային խփեց so Ինչ որքան կարևոր է որ ազովախ ունենանք եւ հնազանդենք եւ մնացածը Աստված կայլ արքալ մեզի պիտի զորացնե չմտահոգվենք ինչ պիտի լա չմտահոգվենք ինչ պիտի մեր ընտանիքին անդամները դերը բարի է եւ դերը հավատարիմ է կուզես ահոտկով վերջացնել այո Սիրելի եկնավոր հայր այս 8-9 գլուխներում միջոցով հիշեցուցիր որ ինչքան հարվածներ որ գուքան երկրի վրա Քու նպատակը դան չէ որ մարդիկ կործանես այլ փրկես թուն բարի աստված ես եւ ամեն բանը բարին կործակից կնես բարձրապես այսում միջոցներ են որում միջոցով մեզի ազդանշանները լան արթնալու մեր քաղց եւ մեր գուրցած վիճակեն որ թուն քահիտ վրա քեր իշխան նստած ես եւ թուն գուզես որ քու արարածներդ ապաշխարեն դարձիկան եւ փրկես ոչ թե կործանես եւ գուզես որ մեր գուրքերեն հրաժարվինք Այսօր դեր քննե մեր սիրտերը, նայ եթե ոյ մեկ գուրքեր կան այնտեղ, ապամը որ ավելի կսիրենք քեզն է։ Լա մեր անձը, լա մեր ընտանիքները, լա մեր գրոնքը, լա մեր ազգը, լա մեր նույնիսկ առաքելությունը, մեր ինքնարդարենք կամ բիղծ խորհուրդներ ունենք, ադելություններ, փամփասանքներ, սուտեր, ոյ մեկ բան որ դեր մեր սրտի վրա ավելի կսիրենք քան քեզ Ուզենք այսօր այդ գուրքերեն հրաժարվիր օգնե մեզ որ գոդրե փշրե քո խոսքիդ մուրջով քո խոսքիդ ճուրով լվա մեր սիրտերը մաքրե մեզ որ պատրաստ լանք քեզ այդ հին կույսերու նման թիմավորելու եւ որ թունքաս մեր լամպերը յուղով լեցուն դեր մաքրե մեզ որ կարողանանք դեր վայելել հաղթանակը քո հետ այն վերջին օրը որ շուտով արդեն կմոտենա որ օրը որ երկրորդ քալուստին պիտի քաս եւ հրճագես քո թակավորությունը երկրի վրա ինչպես երկնքա հիմա այցելությունները բոլոր մեր ժողովուրդը այստեղը սպյուրքը Հայաստան եւ դեր հանդիմանե մեզ քո սուրբ հոգիով եւ ապաշխարենք եւ հիշենք ուր են ինգածենք եւ մեր առաջին կորձերը Հիսուսի անունով կխնդրեմ հայր որդի եւ սուրբ հոգի Ամեն ամեն եւ ես ագավելցնեմ եթե մեկը գա որ դակավին չես ներած
ժամանակ ունե որ ներես եւ at ոգեգան փանդարկ ուտենեն ազատագրվիս եւ ովևէ մեկ մեղքը չլակու եւ ասոզույթ միջև շնորհակալ եմ որ մտի գրիր եթե հարցումներ ունիս գրե կոմենտին մեջ կամ email գրգե եթե ըսելիք ունիս եթե քաչալերական խոսք ունիս ակտիվ եղիր գիտես միա մտիկ միներ բայց գրե որովհետեւ ասենք ընտանիք մեղանգած հայտնություն հովանուտի դոները ուզենք բոլորես լսել ամենքս մասնակցենք մեր բաժինները բերենք ամեն եւ վստահ եմ որ որքան գաղութես Պիտերին եւ գործնես մի մորնար շնորհակալ եմ Պիտեր գտեստվին կալ երեք շաբթի Այսինքն, bye bye